Իրանն ու Միացյալ Նահանգները դարձյալ փոխադարձ հուժկ ու հարվածներ են հասցրել միմյանց։ Associated Press-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի մի շարք բնակավայրերի։ Սա տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Վաշինգտոնը վերականգնում է Իրանի շրջափակումը Հորմուզի նեղուցում հայտարարությունից մի քանի ժամ հետո։ Կարծում եմ ամեն ինչ շատ արագ է ընթանում։ Մենք ոչնչացրել ենք նրանց բանակը, մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնում նրանց։ Այսօր երեկոյան մենք հարձակվում ենք նրանց վրա, վերացնում ենք նրանց ողջ կարողությունը կապված Հորմուզի նեղուցի հետ եւ կարծում եմ, որ վերջում մենք պարզապես կվերահսկենք ամբողջը եւ նրանք շատ հիմար են, շատ հիմար։ Մենք հարվածում ենք նրանց, մենք ունենք հսկայական քանակությամբ զինամթերք եւ մենք վերահսկում ենք նեղուցները, մենք վերականգնում ենք շրջափակումը։ Ըստ միջազգային մամուլի այս հայտարարությունը խաթարում է ողջ աշխարհում նավարկության ազատությանը աջակցող ամերիկյան 100-ամյա քաղաքականությունը։ Ի պատասխան Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող Բահրեյնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների 2 տանկերների։ Սպանվել է 1 նավաստի, վիրավորվել են 8։ Էմիրությունները սպառնում է հակահարված տալ Իրանին, այսպիսով հնարավոր է Աբու Դաբին կրկին ներքաշվի Թեհրանի դեմ մարտերի մեջ։ Իրանից աջակցություն ստացող Եմենի հուսիները հայտարարում են, որ հրթիռներ եւ անօդաչու սարքեր են արձակել Սաուդյան Արաբիայի Աբհա միջազգային օդանավակայանի ուղղությամբ՝ ի պատասխան Սանայի միջազգային օդանավակայանին ուղղված ավիահարվածների, որոնց համար նրանք մեղադրում էին Ռիադին։ Հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարին Տելեգրամում տեսաուղերձով զգուշացրել է ավիաընկերություններին չթռչել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով։ Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակվելու իր անխոհեմ որոշմամբ Սաուդյան թշնամին կրում է այս դաժան ագրեսիայի ողջ պատասխանատվությունը եւ ծանր հետևանքները, որը ծառայում է ամերիկա-սիոնիստական թշնամուն։ Այս համատեքստում Եմենի զինված ուժերը զգուշացնում են բոլոր ավիաընկերություններին չթռչել Սաուդյան Արաբիայի թագավորության օդային տարածքով եւ ընդգծում են, որ այս նախազգուշացումները պետք է լուրջ ընդունվեն մինչեւ Սանայի միջազգային օդանավակայանի շրջափակման վերացումը։ Այս վերջին թեժացումներից հետո Brent տեսակի հում նավթի գինը երեքշաբթի առավոտյան հասել է $84։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածել է իրանական Աբու Մուսայի, Բանդար Աբասի, Բուշեհրի, Չաբահարի, Ջասկի ափամերձ պաշտպանական համակարգերին, հրթիռային եւ անօդաչու սարքերի կայաններին։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը այնուամենայնիվ կարծիք է հայտնել, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնագիր կնքել։ Լրագրողի դիտարկմանը, որ Միացյալ Նահանգները ամիսներ շարունակ ռմբակոծում է Իրանը, Թրամփը այսպես է արձագանքել. Որովհետև նրանք քարե սառնասրտություն ունեն, խելագարներ, նրանք խելագարներ են։ Այո, ես ուզում եմ փոխհատուցում ստանալ, քանի որ մենք պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ հատվածը։ Ի պատասխան Թրամփի հայտարարության Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն է միշտ եղել Հորմուզի նեղուցի պահապանը, եւ նա համամիտ է Միացյալ Նահանգների նախագահի հետ, որ ով ապահովի առևտրային նավերի անցումը նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա դրա համար, այդպիսով հստակեցնելով, որ Իրանը կարող է գումար գանձել Հորմուզով անցնող նավերից։ 20%-ը իհարկե չափազանց շատ է, մենք արդար կլինենք։ X-ում գրել է Իրանի արտգործնախարարը, ակնարկելով Թրամփի պահանջած փոխհատուցման չափը։ Այս լարված իրավիճակում Թեհրանը հաղորդում է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ձերբակալման մասին։ Նշվում է, որ նա կապ է ունեցել Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության Մոսադի հետ եւ որ Իսրայելը տևական ժամանակ փորձել է նախկին նախագահին կրկին իշխանության բերել։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։